Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, պետք է խնդրեմ, որ այս եթերը մաքսիմում տարածեք, որովհետև սադրիչները իրենք սադրում են, իրենք կինոն բռնում են, իրենք մանիպուլատիվ sense կոնտեքստից կտրած վիդեոն հրապարակում են, իրենց լրագրող կոչեցյալներին այդ հիբրիդների կրկնօրինակներին բերում են, սրանք նույնպես մի հատ ոնց կարան գունազարտում են եղածը, հետո գործերը գնում է քննչականներ, հետո էլ թե բա եկեք հասեք, տեսեք ինչա կատարվում, կպնում, բռնում, տխում է։ Ուրեմն նախ մենք չէ, հենց դուք եք խոսքով անել, որ մեղմ ենք վերաբերվում Սամվել Կարապետյանի շուրթերով, դրական ենք վերաբերվում բազմակարծությանը, դժվար թե գտնեք մեկին, ով սատարում է ԿՊ-ին կամ ժողովրդավար մեկ այլ ուժի, ու ձեզ անձնական նամակով սպառնալիք ուղի, թե տեսեք հեսա ամսի 8-ից հետո, 7-ից հետո ձեր հետ ինչ է կատարվելու, բան մի խոսքով։ Ամեն դեպքում, ես ուզում եմ, որպեսզի այս թեման ըմբռնելի լինի, որովհետև ես տեսա, որ շատ adekvat մարդիկ նույնպես տարածում են այդ վիդեոն, այդ տեսանյութը, երևի կհիշեք խոսքը, որ տեսանյութի մասին է, որ խփում են իրար դրոշակով, բանով, sense բաներ, ես հիմա չեմ ուզում դարձել եւս մեկ անգամ այդ կոնտեքստից կտրած վիդեոն ցույց տալ, ու փորձում են բան անել, թե ուժեղ Հայաստան դաշինքը Մարմարաշենում քարոզարշավերանում հանգարցիչան իրաց ծեծեցին, անգամ որպեսի այս տեսարանը ավելի sense բան ստացվի, հուզական ստացվի, մի հատ էլ ավելացրեցին, հղի կնոջել են խփել, բան բաներ։ Ուրեմն ասեմ, այս պատմությունը ծայրից ծայր սուտ է, եւ այսօրվա եթերս երկու թեմայի է լինելու, մեկը Մարմարաշենի թեման է, մեկն էլ Նաիրի Հոխիկյանի թեման, ու տեսնենք սրա տակ ինչ կա։ Նախ ասեմ, որ սրանք տեսնելով, որ պարտվում են, իսկ իրենք պարտվում են, անգամ անցողիկ շեմա հաղթահարելու խնդիր ունեն, եւ այսօրվա հանրահավաքնել Հանրապետության հրապարակից այս օրինակ, որտեղ 20,000 մաքսիմում 25,000 մարդ ա եղել, շատ լավ գիտեմ, որ շեմը հաղթահարելու խնդիր ունեն ու մի փոքր շտապել են դաշինքով ներկայանալու համար, Քոչարյանը առավել եւս խնդիր ունի, Ծառուկյանը նույն խնդիրը ունի ու ջանդամ թե այս իրենքն էլ խնդիր չունեն, որովհետեւ ամենաագրեսիվ ձևով տրամադրված իրանց որոշ ոչխարներ իրանց իրավունք են վերապահում, քաղաքացիներին ոնց ուզեն դիմեն, ոնց ուզեն խոսեն, դրա համար էլ մռութներից ստացել եք ու ստանալու եք։ Եվ այո, եթե ձեզ թվում է, թե դուք կանգնում սրան նրան թուր գրում եք, կարաք ցած երես էլ ասեք ու ձեզ ոչ մի բան չսպառնա դրանից, սխալվում եք չարաչար, դուք փորձեք մի հատ նորմալ մարդուհիներին թուր գորակ։ Այս ձեր համար ոչ սոս Ջանիբեկյանն է, ոչ մյուս որ սուսպուս լռելիան հեռանա, կիրթ ձևով իհարկե բնականաբար, այստեղ կան մարդիկ, ովքեր որ թուրքեր են սատկացրել ձեր կյանքի տարիներից ավելի շատ, ու դուք այդ մարդկանց եք էլի դրանով դուք չեք հասկանում, թե որոշ դեպքերում այդ արտահայտությունները ուղիղ մարդկանց դեմքերին ասելու դիմացը ով կարա լինի ու ոնց կարա վերադաստիարակից ձեր պապաների բաց թողածը ոնց կարա լրացնի։ Հիմա նախ ասեմ, ուրեմն սրանք տեսնելով, որ պարտվում են, անցել են սադրիչ քայլերի, որպեսզի կարողանան արևմուտքին ինչ-որ բաներ ցույց տան, որովհետև որքան էլ որ իրանք ռուսական ուժեր են, ռուս-թուրքական պրոքսիներ են, ռուս-ադրբեջանական պրոքսիներ են, միևնույնն է շատ լավ գիտեն, որ միջազգային դատաիրավական բոլոր կառույցները հիմնականում հենց Եվրոպայում են գտնվում, արևմուտքում, որովհետև այո, առասարակ իրավունք, բան, sense բաները նախկին խորհրդային երկրների տարածքում մի փոքր անհասկանալի բաներ են, դրանք ճորտատիրական են, բաների մեջ են մնացել, էլի իրանց շրջանակների մեջ են մնացել ու ոչ մի կերպ դիմացինի իրավունք եւ այլն չեն ընկալում։ Ու շատ լավ գիտեն սրանց կառավարիչները այդ ամեն ինչի մասին, հիմա պիտի փորձեն ապա լեգիտիմացնելու ճանապարհով գնան ընտրությունները, ու սա լծակներից մեկն է, գնան սադրեն, տփոց ուտեն, հետո գնան ասեն, այ տեսեք, այստեղ նեղում էին խոսքի ազատության սահմանափակում, ես շատ գիտեմ ֆլանը, ֆստանը։ Դա դրա համար է։ Ինչպես են իրենք առհասարակ իրենց կառավարումը իրականացրել ժամանակին, սա նույնպես ասեմ, ուրեմն ցանկացած մեկ ով ապրում է համայնքներում, գյուղերում կհաստատեն, կվերահաստատեն իմ ասածը։ Ուրեմն ամեն մեկը ամեն պաշտոնյա իր մի հարազատ է, մի բարեկամի, ամեն գյուղում գյուղապետ էր նշանակել, գյուղապետեր, ովքեր որ դժվար է դրանց գյուղապետ անվանելը, ովքեր որ սեփականաշնորհել են տվյալ գյուղի կուլտուրայի մշակույթի տուն կլինի, բուժկետ կլինի, հողատարածքներ կլինեն, զավթել են ուղակի, իրանցով են արել, իսկ գյուղացիներին խեղճ ու կրակ, վրաները կոմպրոմիսներ հավաքելով, իմիջիալոց ամեն մեկը պահած մի հատ դավտար ունի, որտեղ որ ամեն բնակչի վրա կոմպրոմիսներն են արձանագրած, որ հենց ինչ որ բանից ներվում էին, գալի բացում մի հատ նայում վեր հիշում են, գնում ասում են դե արի ստեղ, նարկոմաններին իրանցով էին արել, այդ ձեզ խելոք կպայեք մեր համար կաշխատեք, այն իրանց իշխանության տարին են
չեք նստի, այդ էլ տեղ էին պահում, են որ այսօր սարսափում զարմանում եք նարկոմանների թվից, հենց այդ վախտին կոծկածների արդյունքներն են այս ամեն ինչը։ Մի խոսքով, կներեք արտահայտությունը, բոզությունը փորձել են իրանց իշխանությունը պահպանել։ Այդպես են իրանք արել։ Սրանք սուցինյորներ են քաղաքական, ովքեր որ ամենտեղ իրանց մետաստազը թողած լինելով փորձել են այդպես պահել ժողովրդին ու դա է եղել որ ժողովուրդը ահի մեջ է ապրել բնակիչները նույնպես այդ տվում ոչ մեկ չի ցանկացել իրենց գյուղապետի գյամերը քաշի դրա համար այս գյուղապետներն ինչ ուզել արել են որովհետև ամեն մեկի կյանքի վրով բանի վրով մի կամպրոմատ ունեցել են այդ կամպրոմատներով բան են արել պահել են հիմա քանի որ այս տեսակ սա բնավորության գիծ է ու այս բնավորության գիծը ունեցողները արդեն 8-րդ տարին է հայտնվել են ինչ-որ непонятный հասկանալի իրավիճակի մեջ ոչ բա մենք հիմա ինչ պիտի անենք բա ոնց է կյանքը լինում ոչ բա այդ տներներս քանդեց այս Նիկոլը ոչ սենց այսինքն իրանք չգիտեն իրաց ոնց պիտի դրսևորեն երբ որ այդ գործիքակազմը իրենց ձեռքից վերցնում է դրա համար շնչահեղձ են լինում եւ բնականաբար ամենտեղ սկսում են այն նույն կոմպրոմատներով մարդկանց շահագրգռելով բախումներ հրավիրել սադրել միևնույնն է իրանք քաղմաս վազելուն սովորեն իրանք կբշտեն կռիվը կգցեն իրանք կվազեն քաղմաս աշխարհի հետքյատը կպատմեն դա պարապսրած են լուրջ եմ ասում պարապացրած դուք չեք պատկերացնի ժողովուրդ այ Իմաստական դեպքից ձեզ հիշացնեմ, կհիշեք մի քանի տարի առաջ, որ գնացել ասել էի Խաչպար համայնք, այն գյուղապետին հիշում եք, որ բան է անում։ Դրանից պատկերացրեք մոտ 6-700 տարբեր գյուղերում, չնայած Հայաստանի գյուղերը 900-ից ավելին են, բայց կան գյուղեր, որտեղ որ adekvat գյուղապետեր են նշանակված եղել, իսկապես այդ գյուղի տող ասենք։ Բայց դրանից շատ են, այսինքն այդ նույն գյուղապետը այդ ժամանակվա Խաչպարի նույն տիպի դավթարը ուներ սաղի վրա կամպրոմատներով ու սաղին ենթարկացնում էր իրեն սաղին գյուղի ճաճախ թակավորներ ասում ու ինչին ձեռը իր տալիս ասում են գյուղապետիննա կամ աղբորիննա կամ տղիննա կամ աղբորտղիննա կամ չգիտեմ ինչիննա մի խոսքով բայց հենց որ փեշին էլ կպնում էր այդ սաղ նկարահանած ես ունեի իտոկում վազել էր քաղմաս գրել էր որ բանա ինձ կյանքի սպառնալիք բա չգիտեմ հորինել էր նա տեկյատ էր հորինել լավ սա իրանց սորթն է իրանց տեսակն առհասարակ հիմա սրանք ակտիվացել են ու բնականաբար փորձում են այդ նույն գործողություններով ամենատարբեր հիասթափությունների կամ չգիտեմ ինչերի ալիքներ բարձրացնել, փորձել հանրության աչքին թոզ փչել, այն ինչ որ տեղի ունեցել թե Մարմարաշենում, թե Նորակերտում, ասեմ որ Թե Մարմարաշենցիկ, թե Նորակերտցիկ գիտեն ինչա տեղի ունեցել։ Ու տեսնում են, որ ստեղ ստեր են տարածում սրանք։ Բայց այդ ստերը Մարմարաշենցիների ու Նորակերտցիների համար չի։ Այդ ստերը հեռավոր մյուս համայնքների համար է, ովքեր որ չգիտեն իրականում ինչա կատարվել։ Հասկանում եք։ Չնայած այն բնակիչները, ովքեր հնարավոր է ունեն նմանատիպ մի գյուղապետ, շատ լավ կարան հասկանան, թե ինչ կարա տեղի ունեցած լինի։ Լավ, վերադառնանք Մարմարաշենին։ Ուրեմն, սկսենք Մարմարաշենից, այսինքն։ Արսեն Հարությունյան, ով Մասիսի երկրապահի նախագահն է։ Մարդ, ով անցել է 3 պատերազմի միջով։ Մարդ, ով առաջին Արցախյան պատերազմից սկսած եղել է առաջնագծում մինչև հիմա։ Այս մարդիկ առհասարակ դուք գիտեք Արարատյան դաշտավայրի գյուղերը շատ հերոսներ են տվել, թե Արցախյան բոլոր պատերազմներում բնավորություն են ցուցադրել ու հարգանքս բոլոր վայրերում կրված տղերքի, ապարանցիների եւ մյուսեր, բայց բոլորս լավ գիտենք, որ ամեն դեպքում մի փոքր այլ է այստեղ վիճակագրությունը։ Բայց ինչա ստացվում։ Այս մարդը բանա սատարում է ԿՊ-ին, ԿՊ-ից է, եթե չեմ սխալվում անգամ, վերակենում տղերքով, որ այդ օրը պիտի քարոզարշավը սկսեն իրենց բանա գնում են իրենց զոհված ընկերոջ գերեզմանին մի հատ արիցելության ու այդտեղից արդեն սկսում են առաջանալ դուրս են գալիս այս ուժեղ Հայաստան կոչվածի սաստավը ովքեր որ մեծամասնությունը ոնց որ թե բոլորը այդ գյուղից քիչ չեն եղել բայց ամեն դեպքում կապ չունի գյուղից են եղել թե չէ իրազեկման ակցիա սրանք նույնպես իրականացնում են սրանք որ հասնում են այս տղերքի մեքենային այս ապուշները այն իրանց Դե երևի տեսնելով որ վարչապետի նկարը կա եւ այլն, իրանց հատուկ ձևով են որ որտեղ նստում ելնում սրան նրան թուրք են ասում, որոշում են այս երկրապահի տղերքին էլ թուրք անվանել։ Ինչա, գիտեք ինչ, կարող է մի մարդ մի ձև ընդունի, դա, մի մարդ ուրիշ է, մեկը կարա արհամարի, մեկը կարա թիվրեն ասի փախիստուց, բայց երբ որ դու թուրքի դեմ կռված տղերքին ես ասում թուրք, դուք չեք պատկերացնում դա
Ինչը առաջացնում մարդուն։ Մեկը ինձ մոտ, ես որ դեռ ինչքան մի 25 օր եղանք մարտի դաշտում, մի ամիս երևի։ Այս մարտիկ տարիներով անցել են 90-ականներից, հասկանում եք, իրաց մեջ ոնց է այդ նստած։ Արա մոտիկանում եք, մարդկաց լուսամտից թուրք եք գոռում, անվանարկում։ Այս մարդը ձեզ պատասխանում է, ու սրանք երագույն դրոշով խփում են այս մարդուն։ Ինչից հետո նոր այս մարտիկ իշխում հարցակում են սրանց վրա, այդ դրոշը վերցում մի հատ էլ ինքն է տալիներ ու լավ անում։ Հղի կնոջ вообще այնտեղ կպնող չի եղել, սա էլ ասեմ։ Նախ ասեմ, որ այդ տեսանյութը տարածվում էր, ես ինքս դատապարտում եմ ցանկացած ագրեսիվ դրսևորում, սա ասեմ, որ ընկալելի մի չնայած պիտի որ տեսակը ճանաչողները հասկանան, որ առանց ասելու էլ այդպես, ես արդարացնելու որևիցե խնդիր չունեմ, որովհետև այստեղ արդարացնելու բան չի։ Եթե լիներ վատ դրսևորում, վատ վարկակից, ես դրա մասին անպայման կասեի, ու իմ գնահատականը կտայի։ Բայց ես տեսնում եմ տեսանյութը մենակ այդ հատվածով, ես շատ լավ եմ չի հասկանում, որ այդ տեսանյութ միացնողը չի միացել այս պահին ու տեսանյութը չի անջատել այս պահին։ Պարզապես այդքանն է հարմար եղել, այդքանն են տեղադրել։ Այդքան տեղն է, որ չի երևում ով է մեղավոր, էլի, այդքան տեղն է, որ կարան ցույց տան ու ասեն այդ տեսեք ԿՊԱ-ականները հարձակվել են իրազեկման ակցիա իրականացնող, քարոզարշավ իրականացնող ուժեղ Հայաստանի անձնակազմի, հասկանում եք։ Արա մտնում եք գյուղ, մտնում եք, չեք ճանաչում մարդկանց, ինչ եք սադրում, ինչ եք գնում, դուք սրբություն ունեք ու առհասարակ, թե դուք, ես հասկանում եմ, որ այս անձին, այն անձին թիրախավորելու եւ դեմոնիզացնելու հրահանգներ ունեք ու ինստիտուցիոնալ ձևով իմիջիայլոց այս 5 տարի իրականացնում եք վերջին շրջանում ավելի ակտիվ ումպատայի թուրք ու դավաճան ասելով բայց արա երկրապահի հանդեպ այսինչ արշավ է նորից վերսկսել էլի ես ուզում եմ հասկանամ այսինչ արշավ է երկրապահի հանդեպ գիտեք ինչ ես պիտի անկեղծ լինեմ այո ցավոք սրտի երկրապահին կարողացան հատկապես Վազգենին սպանելուց հետո Քոչարյանի ուժերը ու դաշնակները հանրապետականների հետ հանդերձ կարողացան ցավոք սրտի երկրապահ կառույցը ներքաշել քաղաքական process-ների մեջ մինչև այդ երկրապահ քաղաքական process-ների մեջ չէ կարողացան ներքաշել ինչի արդյունքում երբ նմանատիպ կառույցները նույնը եկեղեցու մասով է եթե նմանատիպ կառույցները ներքաշվում են քաղաքականության մեջ այո արժեզրկվում որովհետև քաղաքականությունը այդ են դաշնա որտեղ որ եթե մի խումբ մարդիկ կարող են քեզ հարգել մի խումբ մարդիկ կարող են քեզ ատել ընդհանուր միջև հասկանում ես ու այստեղ արդեն այն գլխավոր արժեքը որը գոյություն ունի չեզոքանում այն հարգանքը որ պիտի ու կամակնացանքը որ պիտի պահպանվեր չեզոքանում սա բոլորս ենք հասկանում տեսեք ինչ է ստացվում Ուրեմն սրանք դեմոնիզացնում են հատուկ ձևով երկրապահը, որովհետև հիմա բանն է, Սասուն Միքայելյանն է երկրապահի նախագահ։ Բայց ես ձեզ ասում եմ, ես գիտեք ոնց, ասենք իմ պատվով եմ ասում։ Երկրապահ կառույցը մաքսիմում փորձում է Սասուն Միքայելյանը զերծ պահել քաղաքականությունից։ Եթե կամ քաղաքացիներ, ովքեր երկրապահից են զուգահեռ զբաղվում են քաղաքականությամբ, այստեղ բնականաբար ոչինչ չի կարողան, բայց երկրապահ կառույցը այսօր որևիցե կուսակցությանը կից կառույց չի, ուրախություն ինձ եւ ի հեճուկս որոշների։ Ուրեմն ես անգամ կարող եմ ձեզ օրինակ բերել, երկրապահի ջոկատներից եղել են, որ Հայաստան Դաշնքին սատարել են Բաղրամյան փողոցից սկսած դեռևս 2020 թվականին։ Ու միևնույնն է, այնտեղ ինչ որ հատուկ հրահանգներ չեն եղել։ Ով ուզում է ազատ են, ամեն մեկը ազատ է իր քաղաքացիական դիրքորոշման մեջ, բայց երբ որ երկրապահը պիտի գնա պոստել, բոլորդ լինեք տեղում։ Նու արդեն դա իրաց ներսի բան է։ Այդպես է եղել։ Ու ես այնտեղ անձերի անուններ, պրոստը ես հիմա չեմ ցանկանա անունների անդրադառնալ, որպեսզի ավելի բան լինի, սա այդպես է եղել։ Այսօրվա դրությամբ ես ձեզ ասեմ, երկրապահը ամեն դեպքում ռազմական առումով Արցախյան առաջի պատերազմից սկսած ինչպիսի հետ կա թողել ինչպիսի ցավոտ հետ կա թողել մեր հակառակորդներից շատերի սրտում դուք ձեր գերդաստաններով հանդերձ չեք կարա այդպիսի բան ինչ ուզում եք ինչքան ուզում եք թուրք գոռացեք թե դրոշ մորոշ վառեք բան յանի ռազմահայնասիրական երկերի ներքո միևնույնն է գետնի վրա դուք չոփի արժեք չունեք համեմատած երկրապահի տեղից ցանկացած մեկի ես դեռ չեմ խոսում լեգենդար մարդկանցից որոնք նույնպես քիչ չեն երկրապահ կամավորական միությունում իմիջայլոց այդ մարդիկ անկախ իրաց տարիքից, աշխատանքից, անկախ էս թողուբոյից, մինչև հիմա կանգնած են սահմանում։ Ու եթե ձեզ թվում է, թե Հայաստանում զորավարժություններից, զորահավաքներից այնքան մարդը պատրաստակամություն հայտնում լինել զինվորի կողքին կանգնած, որպեսզի զինվորը մի փոքր հանգստանա,
որ կբավարարի, սխալվում եք չարաչար։ Միայն երկրապահ կառույցն է, միայն այդ մի հատիկ կառույցն է, որ մշտապես այս պահին էլ գտնվում է էլի զինվորի կողքին։ Այս պահին դուք եք դեմոնիզացնում, դուք սրբություն առհասարակ ունեք թե չէ։ Այո, երկրապահ կառույցում էլի մարդիկ են, ովքեր որ ամեն մեկը մի բնավորություն ունի, մի խոսելու ձև ունի, մի վարքագիծ ունի, բայց այդ մարդիկ մի կարևորագույն նպատակում երկրի պաշտպանության գաղափարի շուրջ բոլորը նույնն են, գրեթե բոլորը։ Դուք սրբություն ունեք, արա ինչն եք եկել դեմոնիզացնում։ Ինչը։ Էլ ինչ կարակ անեք։ Լավ, այն որ Կիրանցում հարձակվեցիք տեղում բան անող երկրապահի ավտոյի վրա մի կերպ տարան։ Այն որ դուրս եք գալիս երկրապահի տղերքի դեմն եք բլոկում եռաբլուրում հատուկ օրերին։ Մի կերպ տանում ենք։ Հիմա ինչ եք ուզում արա։ Ինչ եք ուզում հիմա։ Խեք մոտիկացել մարդուն թուրք ասում։ Դուք ով եք, դուք իսկական թուրքերը հենց դուք եք։ Իսկական թուրքերը դուք եք, որ մինչև հիմի չգիտեք ով է ինչա ու կանում ռեխներդ եք ապրծպր բացում։ Իսկական թուրքերը դուք եք ու Ալիևի հրահանգով գործողներ եք դուք, որովհետև դուք երկրապահ կամավորական միություն եք այսօրվա դրությամբ արժեզրկում։ Այդ են պարագայում, երբ որ ցանկացած մեկը բանը ոչ զինվորական տարիքի հանգարց գերիեր են գնում թուրքի ձեռներ են գնում, հենց այս 44 օրյային։ Առաջին հարձավոր տարից էին ասում են երկրապահից ես, որպեսզի ավելի դաժանվարեն, որովհետև 30 տարի անց միևնույն է իրաց ներսում այդ աբիժնիկությունը հատուկ կոնկրետ երկրապահի հանդեպ մնացել էր։ Ի վերջո ձեզ Արցախյան պատերազմի հաղթանակը ով ա նվիրել։ Հələ մի հատ բերաններդ բացեք ասեք էլի։ Այդ որ ռազմական կառույցը, այդ որ մի ռազմահայրացիական կառույցը կամ միությունն է նվիրել։ Մի հատ հələ բացեք ասեք էլի։ Այո, առանձին անհատներ եղել են կամավորականներ եւ այլն, բայց որպես միավոր զուգահեռ բանակն էլ է ստեղծել, բայց որպես միավոր դոմինանտ է եղել է երկրապահ կամավորական միությունը։ Էս ինչ եք անում դուք արա։ Էս ինչ եք անում այդ Ալիևի հրահանգով գործողներ արա։ Դուք չափեր ունեք առհասարակ թե չէ։ Կամ են Քոչարյանական մեկին բռնել լղել են, տո լավ են արել, բա կանոն մարդկանց խլեշ է անում։ Սրբություն է քրփում, բա ինչ պետք է անեն։ Ես դա օրինակ մեկը շատ քիչ է հետաքրքիր ընտրություններ են թե ինչ են քարոզարշավա թե ինչա դեմս ելնեք մեկը թուրք ասեց դեռս ինչ են դարձ չկա կմացնեմ հետևներդ բա բնական չէ հետո գնալու լուսաբանեք ասեք մենք քարոզարշավ ենք անում եկան խոչընդոտ եկավ գնելով խոչընդոտից հարվածեց մեկին այդ չեք ասելու արա այդ չի ձեր մաքսիմում արա Տուֆտեք այս մարդու ամագի չափ դուք ունեք արա ինչ ունեք պետության հայրենիքի համար մի հատիկ անձնազոհ դրված բան ցույց տվեք հələ գործողություն որ իրականացրել եք մի հատիկ հələ մի ժամանոց մարդիկ իրենց կյանքների կեսը հողերի մեջ են անցկացրել Ղարաբաղցիներից շատ են Ղարաբաղում կանտոններ են ինձ արցախցիները գուցե այստեղ մի քիչ չափազանցնեմ չնայած շատ Ղարաբաղցիներից այո ավելի շատ են եղել Ղարաբաղում ու կոնկրետ դիրքերում Սրած դու նայ հələ մի հատ էլ Սյուզի Բադոյանը ինչա բան արե նյութա ռեպորտաժա սարքել բան այդ բանի Արսեն Հարությունյանի բանը եղբայրը որ ոստիկան ինքն է պահում որպեսի դատական գործ չբացվի քրեական գործ չբացվի ուրեմն լսի Սյուզի Բադոյան լսի Ազիզ ջան այդ մարդու դվայորնի եղբայրը այո ոստիկանությունում աշխատել գիտես մինչև երբ աղջիկ ջան մինչև 18 թիվը 2018 թվականին հենց հեղափոխության ժամանակ ինքը անցել է թոշակի իր դիմումի համաձայն անցել է թոշակի 8 տարուց ավել այդ մարդը թոշակի է ինչ եք մուտի լովկեք անում արա բա ձեզ ով է պահում Ղազինյաններն են պահում արա ձեզ ով է պահում փաստաբանների պալատ կոչված բանը կտրիճա Քոչարյանական օֆիսն է պահում Ընդ որում գործող ոչ թե թոշակի անցած այնքան են չափերն անցել այնքան էլ արդեն աշտերին դրոշով հարձակվում ես մարդու վրա արա ու լավ անում ձեռիցդ խլում մի հատ քացով կամակ դիկա տալի բայց ինչ պիտի անի Դու հարգանք ունես այդ դրոշի նկատմամբ, դուք հարգանք ունեք այդ դրոշի նկատմամբ, դուք հարգանք ունեք պետության նկատմամբ, այն այսօր տեսանք ձեր հարահավաքի ժամանակ
Իրանք իրանք ժողովուրդը, չկա տես բան։ Իրանք իրանք որոշել են 300,000 ադրբեջանցի գալու, իրանք իրանք արդեն տեղաբաշխել են Հայաստանի ոչտարածքով, Հայաստանի քարտեզն են ձեռները, հետո իրանք գոռում են, Նիկոլ, մենք պատռում ենք այդ թուղթը, ու Հայաստանի քարտեզները հետո ճղեցին։ Էս չէ կարա։ Էս չէ այդ բթամիտներ արա։ Ու գիտեք ուժեղը որն է։ Տեսա քանի տեղով հրապարակում են, այդ մարդու դեռ այս սահղի կնոջ արված է։ Չկա է տես բան, մուտիլովկա է։ Արա, այ հենց այդ մարդու դեմքը դուք ճանաչեք ու ֆիքսեք։ Ու ճանաչեք իրան որպես իրական հերոս։ Այո, իրական հերոս։ Ոչ թե Կրեմլում նստած Մոսկվայում պատերազմի ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան դնողի որի հետևից քաքի ճանճի պես հոտ քաշողներին։ Ուժեղը որն է, որտեղ տեսա մտա տակը դրեցի, ասի եթերում անելու, եթերով բացատրելու եմ իրականությունը։ Իրանց զոմբլոները ինչ գրեն, որ լավ լինի։ Հա, դու գնա Նիկոլին արդարացու։ Սա իրաց մաքս, ինձ չէ։ Առավոտը հելնում են Նիկոլ են ասում, ինչև մութ են գնել Նիկոլ են ասում, Նիկոլ, գալիս են մեր վրա են հատատար տալիս։ Արա մեզից շատ եք իր անունը օգտագործում։ Մեզից շատ որն է, որովհետև մեծ հաշվով չենք էլ օգտագործում, որովհետև մեր մոտ գաղափարական բաներ են, որոնք համընկնում են այսօրվա կառավարության որոշ ծրագրերի հետ։ Այդ դուք եք կապտած առավոտից իրիկուն ընկած Երևանի փողոցներում թուրքման գալիս, չգիտեմ ինչեր անում, հիստերիկ բաներ անում։ Դուք կամ որ պիտի արդարացնեմ, իմ պետության դեմը ես ինչ որ անձի պիտի արդարացնեմ, այդ ձեր արժե համակարգով եք դատում ինձ, այո, ինչ դուք գիտեք որ կանեիք, այ դա վերագրում եք դիմացինին, որովհետև ձեր համար նորմալը պետության վրա թքած ունենալն է հանուն Սամոյի, պետության վրա թքած ունենալն է հանուն Քոչարյանի, պետության վրա թքած ունենալն է հանուն Ծառուկյանի կամ Թաթոյանի, պետության վրա թքած ունենալն է հանուն 100,000 դրամի, то սեփական բախտի վրա թքած ունենալն է հանուն 100,000 դրամի։ Ու դուք կարծում եք, որ դիմացինն էլ պիտի որ այդպեսին է լինի, բայց մեկ էլ դիմացին ասում են լսի ապուշ, բայց դու հետ չես մտածել, ոնց է լինում, որ այսքան մի հատ տեսանյութ է շրջանառվում են էլ այսքան կարճ։ Ասենք, եթե դու մի բան ես նկարում, դու նկարում ես ինչ-որ մի պահից սկսած, դու գիտես միշտ երբ այդ պահը գալու ու տեղից, մինչև ինչ-որ մի պահը, հիմա գանք Հոխիկյանի թեմային, են մյուս երևույթի, ես ամենասկզբից ասեցի, չէ իրանց ձեռագիրը որն է, հիմա գանք այդ երևույթին, նորակերտ, ինչ է իրականում տեղի ունենում, այս ապուշը բան է անում, հրապարակում է անում մի հատ, հրապարակում է անում, որտեղ վիրավորում է Գևորգ Խաչատրյանին, Գևորգ Խաչատրյանն էլ ազնական նամակով գրում է լսի տղա ջան, մի գյուղացի են, ասում է մի հատ արի հանդիպենք խոսանք, կարող է ինչ-որ բան իրար չենք հասկացեք, մի գյուղացի են, գյուղի տղերքը չեն հանդիպում խոսում, բա խոսանք, արի, այս մարդն էլ հելնում է Գևորգ Խաչատրյան հելնում գնում է, իմիջիայնως կամերա կա, այդտեղ ու քննչական կոմիտեին ասեմ, քննիչներին ասեմ, դուք մինչև հիմա այդ կամերայի տեսանյութը չեք պահանջել ու չեք արգրավվել Հոխիկյանից, նա ձեզ ֆռացրել ասել, դե գիտեք բանման ու դուք պարտավոր եք դա վերցնել, որովհետև դա քննության վրա ազդելու է, կոնկրետ ազդելու է, դուք պարտավոր եք վերցնել, դուք փորձեք հələ մի վերցեք, ես հունիսի 8-ից ասում եմ, հունիսի 8-ից սկսած դուք չեք պատկերացնում, ոնց եք ուլի պես խելոք աշխատելու ու անելու են, ինչը որ պարտավոր եք անել Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերը պաշտպանելու համար։ Ուրեմն, գնում է խոսալու, ասեմ Գևորգը ինքը հաղթանդամ տղա է, մեզ չէ էլի որ բանա, բայց вообще տենց գյուղերում գիտեք ոնց է, վեճի բռնվելը մի քիչ ամոթ է, տենց բան կա էլի, նախապաշարմունքներ կան, որովհետև գյուղերում լինում են հարգված մարդիկ, տարիքով մարդիկ, ովքեր կարան մի բառով գցեն տեղ, երկու բառով, ոչ չլինի մեկը մյուսին բարեկամ են, բան են եւ այլն։ Գնում է խոսալու։ Տեսնում է որ կամերան կա, հենց կամերայի մոտ էլ կանգնում է, շատ զգալով որ հնարավոր է մի բան են չլինի։ Սա դուրս է գալի, ասում է գիտես ինչ, սես բան ես գրել, ինձ քրֆել ես։ Ես ասում եմ չէ, դες բան չգր, ասում եմ սկրինշոթերը կա, հեսա, հանում ցույց է տալիս։ Կամերայով դա երևում է։ Հանում ցույց է տալիս սկրինշոթերը, ասում եմ հեսա սկրինշոթերը։ Ես ասում եմ չէ, դու ես չէ։ Ասում եմ դե որ դու չես։ Դե որ դու չես, ով որ է, նրա սենսը։ Էսի ռեսկի վերցնում է վրան ու Գևորգ Խաչատրյան խփում է մի հատ։
հասցնում է խփի։ Գեորգն էլ Խաչատրյան մի հատ երկու ոնց հասկացա խփում, սա մոտից զենք է հանում։ Նայրի Հոխիկյանը։ Զենք է հանում պահումա վրան։ Բա հեսա ես կբան ու դա կամերայով վերևում է քնչական կոմիտեի ներկայացը կգնաք ու այդ ամեն ինչը կպահանջեք այդ արանից։ Պահումա, որ զենքը պահումա, այնտեղ ոնց է մի խոսքով մի հատ էլ խփում զենքը ոնց է վերցնում, գցում են գետին զենքը բանա։ Ու всё, այսքանով էսի մտնում է տուն, թե ինչ ծվրվում են։ Սա վազում է քաղմաս։ Իհարկե այստեղին էլ են զանգում կանչում, այստեղին էլ է գնում քնչական են կանչում, ելում գնում է քնչական մարդը արդեն ցույցման կարտա, նո բացատրություն է տվել, այս ամեն ինչի կապած։ Ու շեշտել է, որ այնտեղ կամերա կա։ Գալիս են, այս Հոխիկյանին ասում են, բան, ինչ որ զենք ես հանածվել եղել։ Գազովի պիստոլետ է կոնկրետ հանածել։ Էսի գնում է խաղալիք պիստոլետը, բեմ ձեռ առնելով, ծաղրելով, էլի այս էի անել, բան։ Չնայած ես ասեմ, իրավունք բանի օրենքի տեսանկյունից կապ չունի դու ինձ ենք ես բայ խաղալիք կլինի թե ոչ խաղալիք, մարդը չի կարա այդ իրավիճակում ոնց հասկանա, էլի, ասել եմ մի րոպե մա տենամ ես խաղալիքա, դու հա լավ, խաղալիք չի խփի։ Դա դեն չի լինի։ Բայց խաղալիք պիստոլետ չէ, կոնկրետ գազովի պիստոլետ է։ Ну կարող գազովի, կարող բայեվոյ вообще, это բան է, передзерка է շտեն։ Մի խոսքով ասում է կամերաները կա, մինչև երեկվա դրությամբ ամենայն դեպս քնչականը կամերաները ուզել է Հոխիկյան ասել է չկա, չեմ տալի։ Չեմ տալի։ Բա որ իմի վերացնի։ Դուք ի՞նչն եք դե պարզելու։ Մի հատ կարանք իմանանք։ Դուք պարտավոր եք, ոչ թե եթե պահանջում եք չի տալիս գնալ ու արգրավել։ Ու այս թեման է, տեսակ ինչ սարքեցին։ Այ էս եք դուք։ Այ էս, այն որ մեկ-մեկ լում էր էս, գերում եք սպառնալի դե, բայց դու տես բանը որ ասում արա եկեք խոսանք, մեկը չեք գալու, գրազգան չեք գալու, եկեք ասեմ, արա, բան։ Որ գանք դուք բազես քաղմաս։ Հետո եկած գոռում էի վրեկները տարա, ձեր բնակության վայրի քաղմասից էին ինձ զանգում։ Արդեն բազած պատերը քակելով բողոքած էի կլնում։ Վրաս գրած էի կլնում։ Պրիտոմ էլի եկած, էդրան էի ձգտում, որ ինձ էլ փուրտակ, առա ձեր բախտից։ Առա ձեր բախտից։ Ձեր նմանները, ձեր նման շիսյորկե պիտուխները, պիտուշատնիկում են հենց պիտի լռվեն։ Ու էդի այն որ ձեր առաջնորդները սես տենենց տեղ չունեն թռնելու վանդակում են անցկացնելու իրենց կյանքի մնացած մասը, դուք էլ պիտուշատնիկում եք լռվելու։ Այդ լավ իմացեք։ Սա ինչ վերաբերվում է այս երկու դեպքերին ժողովուրդ ջան, իսկ թե ով է Գևորգ Խաչատրյանը, ում վրա որ այս ապուշը փորձել է բան անի, խաղեր տա։ Ես առաջարկեցի Գևորգ Խաչատրյան, ասի Գև ջան, ախր դու այնտեղ ես ու այնքան բան ես գյուղի համար արել։ Այնքան բան, որ Տաշիր Սամոն ասում է, գիտեք Ղարաբաղցիների համար ինչքան բան եմ, արել։ Արանքում փող ալված է։ Դա դու պրոստը սուգուբը դրել ես, դու քո բանով, անձով լիքը բան վերադարձրել ես գյուղացուն։ Այն որ մանկապարտեզը սեփականաշնորհած են եղել, գյուղի երեխեքը կողքի գյուղ են մանկապարտեզ գնացած եղել։ Ու այսօր երկու հատ մանկապարտեզ կա արդեն ձեր գյուղում։ Դա քո համագնա։ Այն որ 10-ից ավել բանը համայնքապատկան հողեր էր զավթել ու դու էդի հետ ես բերել։ Դա քո համագնա։ Ու էլի տեն շատ բաներ։ Բուժկետը որ հետ ես բերել, դա քո համագնա։ Արի գան լուսաբանեն մարդկա ճանաչեն դու ով ես։ Չնայած Հոխիկյանին ճանաչում են ով է, ինչացու է, ու Հոխիկյանին ով հետը բշտովի ժողովուրդը շատ լավ գնահատականը գիտենք ոնց կտան, ամեն դեպքում մարդիկ թող իմանան դու ով ես, այդ ցավը տանը։ Համեստաբար ասես գնել ջան, խնդրում եմ, այդ որ մի քիչ շատ ասեցի, ասես լավ, գոնե մնա ընտրություններից հետո, որ անգամ այդ թեման գոնե ընտրության վրա չազդի, որ ավելի ազնիվ լինի։ Պատկերացրեք դուք, ինչ տղի մասին է խոսքը։ Դու մտել ես արա Հոխիկյան, Կոխիկյան, դարի մի ասա։ Իմ վրա էլ էր բան գրել վախտին, որ մինչև 5 տարի ազատազրկում էր Յանի ինձ սպառնում։ Ինչ եղավ այդ գործը արա։ Այն որ Շուշանիկ Գագրյանը մերկացրել էր քեզ, կոնկրետ քեզ չբլաղցրել էր։ Ու դու որոշել ես, որ պիտի մեզ դատի տաս։ Բան, ինձ вообще մինչև 5 տարի այնտեղ արդեն երջանիկ մեկնաբանությունները գնում էր, շնորհավորում էին իրար, որ վերջապես գնելից հեսա ազատվեն 5 տարով կետա։ Այնքան տակը գրեց այ ֆուֆլո ինչ եղար, մինչև բլոկ իրանա։ Այ ֆուֆլո Բլոկ իր վերջը։ Հենի ինչ մուտիլով կա ես կծել դաշտարա։ Այ մուտիլով չի կարա։ Առած մուտիտների չես կարում ապրես։ Սոցրակներըդ կտենակ, ձեր ժամանակների վերադարձը չեք տենա։
Հասկացանք իրար։ Մոտավորապես այսպես, ժողովուրդ ջան, ճիշտ ասած, այս երկու թեման էի որոշել, որպեսզի ներկայացնեմ, առանձին մենք վիդեո տարբերակով ունենանք, մարդիկ եթե ուզենան լսեն, սա հեշտ գտնեն ու լսեն։ Ու եթե կան ինչ-որ այլ հարցեր, որ կցանկանաք շփվենք, մեկ-երկու ինտերակտիվ տենց բնույթի, սիրով պատրաստ եմ։ Ուրիշ բան չեմ նախապատրաստել այսօրվա համար։ Չնայած կան, թեմաներ շատ կան, ասենք, չգիտեմ, օրինակ, այդ ձեր ռազմական փորձագետներն ու փորձագետուհիները, այն որ 155 մմ-անոցը 150-ի մեջ են ուզում մտցնեին մի ձև սմասկով, այն որ սենց նստում եք այդ դրանք ինչ զենքեր, դրանք մակետներ են, մի հատ բան հարցնեմ, էլի, համալիր գնացիք մի հատ հայկական արտադրության մյուս զինատեսակները, որոնք որ շքերթին չցուցադրվեցին, գնացիք մի հատ դրանք տենենք, վաղն էլ լինելու, գոնե վաղը գնացեք, տեսեք, մեզ համար ձեր կարծիքը խիստ կարևոր է։ Հայկական արտադրության զինտեխնիկաները, իմիջայլոց ասեմ, արդեն հարյուրավոր միլիոն դոլարների աբարոտներ է ֆռում մեր բյուջեում, դա նշանակում է մեր իրականության մեջ, մեր ձեռքին, նրանց աշխատել, ես մինչև պաշտպանական մասը անցնելը, ես դեռ սա ասում եմ տնտեսական առումով, և այո, այդ զինտեսակներից որոշները արդեն լուրջ երկրներ պայմանագրեր են կնքել ու արդեն գնումներ են իրականացնում, լուրջ երկրներ է, բանը չէ, Մոզամբիկը չէ, ոչ էլ բաները, Աֆրիկյան են անապատների, չգիտես ովքեր, որտեղից որ դուք ուտիլիզացված հրացան էիք բերում ստեղ մեր բանակի համար, է դրանք չէ։ Նայրեկի ելույթը իհարկե նայեցի ու իհարկե խինորախ խայտառակվել։ Խինորախ խայտառակվել նայեց հավտանը։ Տեսակ, այդ որ ասում ենք պատերազմի եռագլուխ կուսակ բաները, բայց ինչ ենք ասում, ծերից ծեր, մի հատ ովքեր չեն դիտել, կարող են դիտել։ Ծերից ծեր նրա մասին է, որ եթե նայում ես իր ասածը, ստացվում է կոնֆլիկտի հարատևություն։ Ու նրանք ովքեր կարծում են, որ այսօրվա դրությամբ Հայաստանը պետք է այս աորտաները, որ նոր բացվում է շնչառական բաները, որ պիտի տնտեսապես շնչել, պետք է դարձյալ դրանք փակվեն ու մենք մտնենք նորից կոնֆլիկտ, հարատև կոնֆլիկտի մեջ, առանց չգիտես ինչ երաշխիքների, նրանք այո, հակապետական, հակահայաստանյան ու հակահայկական տարրեր են, անկախ նրանից, թե օրը քանի 100 անգամ Ադրբեջան բառը կկիրառեն իրաց լեքսիկոնի մեջ։ Եվ այո, հունիսի 5-ին էլ հանրահավաքն է, եթե չեմ սխալվում, ժամը 8-ին է սկսում։ Այնպես որ ժողովուրդ, պիտի գնանք ու ուժ ցույց տանք։ Պիտի գնանք ու ուժ ցույց տանք։ Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, դուք երևի տեսել եք, ես ուղիղ քարոզարշավ չեմ իրականացրել, քաղաքացիական պայմանագրին ընտրեք եւ ոչ, ես ասում եմ, կա երկու կողմ։ Հստակ ընդգծված երկու կողմ։ Իհարկե, այդ բաները նույնպես կան, բայց հստակ ընդգծված երկու կողմ կա։ Կամ կոնֆլիկտի հարատևություն կամ խաղաղության հարատևություն։ Խաղաղությունը այո, հիմա հաստատված է, բայց դա գուրգուրանքի փայփայելու կարիք ունի։ Ու ամեն անգամ պետքա լծակները մեծացվի, այն լծակները, որոնք որ երաշխավորում են խաղաղությունը։ Այսինքն տնտեսական շփումները, դիվանագիտական շփումները, հասարակական գործիչների շփումները, ինչ որ պատգամավորների միջև շփումները եւ այս ամեն ինչը պիտի տանի նրան, որ օրը մի հատ կալցո պիտի ավելանա խաղաղության վրա, որ տեղ չփախնի խաղաղությունը։ Ինչ վերաբերվում է կոնֆլիկտին։ Կոնֆլիկտի հարատևությունը մենք գիտենք որտեղից է ուղղորդվում ու ինչի համար է ուղղորդվում։ Եվ սրանք վերջապես բացեցին, վերջնականապես արդեն շատ ավելի պարզ ասում են, որ իրենք դեմ են թրիփին։ Որքան էլ որ ասած ասում են, ոչ, մենք պարզապես ուզում ենք այնտեղ բերել մյուս, ոչ, դուք նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերակենդանացում եք ուզում, եւ մենք շատ լավ հիշում ենք ձեր պահանջները, դուք մի պահանջ չունեցաք Ալիևից, բայց Ալիևի հետ հանդերձ Փաշինյանից պահանջում եք բանի Սյունիքի միջանցք, հենց դուք միջանցք, որտեղ պիտի արտատարածքային միջանցքի մասին է հենց իմը խոսքս, որտեղ որ պիտի նստեն ռուսական FSB-ն։ Ու քանի որ դա չի ստացվում, ու այսօրվա դրությամբ տեսնում ենք, որ ոչ արտատարածքային, այլ հենց Հայաստանի տարածքային ամբողջականության իրավազորության բանի ներքո ճանապարհ է տնվում եւ այնտեղ
կոնցեսիոն կառավարում պիտի լինի ու Միացյալ Նահանգներն է այնտեղ բաներ դրում, այդտեղ է ձեր կռիվը։ Ռուսաստանը քսի է, տաբել ձեզնով պայքարում է Միացյալ Նահանգների դեմ, բայց նաև հայկական ինքնիշխանության ոչնչացման համար, որովհետև դա հայկական ինքնիշխանության ոչնչացումը։ Ինչ վերաբերում է Նարեկի այսօրվա ելույթին, ասում են Նժդեհը փակել էր Սյունիքի դարպասները, սրանք եկան բացեցին։ Ուրեմն ես քեզ ասեմ, տղա ջան, Նժդեհը Սյունիքի դարպասները չէր փակել։ Նժդեհը Սյունիքը պահպանել էր իհարկե շատ ծանր գնով Հայաստանի Հանրապետության կազմում ու տարածքում։ Բայց նույն Նժդեհը, արի դու Նժդեհից այդքան մի խոսա, որովհետև նույն Նժդեհը շատ լավ գիտակցում էր, որ հայկական պետականություն է պետք, ինքնիշխանություն է պետք։ Ու եթե դու ցիտում ես Նժդեհին, ապա Նժդեհը քո տեսակի հանդեպ այնքան բան է ասել, քո տեսակի օտարի զինվորների մասին այնքան բան ասել, քոպես նեոբոլշևիկի, քոպես նեոկարմիր բանակայինի հանդեպ մասին այնքան բան ասել, դու լավ կլինի գնաս դրանք նստես, կարդաս ու չփորձես մտածես, թե գուցե դա քեզ չի վերաբերում։ Գնել ջան, Արման Բաբաջանյանի մասին ինչ կարծիք ունես, որպես ընդդիմադիր։ Նորմալ, ով ջան։ Նայ, ինձ Արման Բաբաջանյանցից դուր է գալիս հատկապես այն մոտեցումը, որը իրենք որդեգրել են իրենց ոչ քարոզարշավի ընթացքում ու անընդհատ փորձում են հասցնել հասարակությանը, դա որ իրենք ընդդիմադիր դաշտում են հեղափոխություն ուզում անել։ Ընդդիմադիր դաշտում հենց, որովհետև այո, այնքան է մեր մոտ լկտիացել ընդդիմություն, այնքան լկտի ընդդիմություն ունենք, այնքան բարոյական իմաստով ոչ լեգիտիմ, որ եթե իրանք են լինում ընդդիմությունը, դա նույն պարակտումն է բան լինում, որովհետև նրանք չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը ու Հայաստանի պետության շահերը, նրանք օտարների շահեր, չերես օտար են մտածում, չերես օտար, իրանք հայկական ինքնիշխանություն, անկախություն չեն պատկերացնում առանց Ռուսի օրինակ, սենց ապուշ բաներ ունեն, հանդեպ մեկը կա բաբշե առանց Բելարուսի։ Արման Բաբաջանյանից որտեղ ասում ախպեր ջան, ուզում եք նորմալ ընդդիմություն, մեզ ընտրեք։ Իրանք չեն ասում, ուզում եք լավ իշխանություն, մեզ ընտրեք։ Իրանք ասում են ուզում եք նորմալ, այսինքն նախ իրանք քաշային կատեգորիան գիտեն ինչքան է։ Երկրորդ, եթե ես չեմ սխալվում, անգամ բանա, վարչապետի տեխնացիով հենց ուղիղ հանդես չեն գալիս, ճիշտ է, առաջի համար ունեն եւ այլն, բայց իրանք ասում են մենք հասկանում ենք, որ մենք վարչապետի բանի, այսինքն իշխանություն վերցնելը չի մեր խնդիրը։ Դրա համար մենք վարչապետի տեխնացուի այդքան չենք համարում առաջի համարին։ Բայց մենք ընդդիմադիր դաշտում ենք ուզում փոփոխություն անել, որպեսզի ունենանք որակյալ ընդդիմություն, բարոյական առումով լեգիտիմ, որովհետև մի բան է, երբ որ օրինակ Արամ Սարգսյանի կուսակցությունը կամ Արման Բաբաջանյանի կուսակցությունը կամ Քրիստոնյա կամ բանի Շիրինյանի կուսակցությունը կկանգնեն ու կասեն, լսի, պարոն նախարար, այս ինչ կոպեկը ուր է, ուրիշ բան է դա կամ պարոն վարչապետ, այս ինչ հարցը խի է սենց, բա իսկ գուցե սենց լիներ ավելի ճիշտ կլիներ, սա ուրիշ որակ է ու պատասխանել այլ կերպ է բնականաբար հնչելու եւ լրիվ ուրիշ բան է, երբ որ պետությունը թալանածը դուրս է գալիս, իշխանությանը մեղադրում է թալանելու մեջ։ Եվ եթե անգամ իշխանության որոշ անձիկ իսկապես թալանելուց լինեն, միևնույնն է, քանի որ այն թալանչին է խոսում էսրա թալանից, դա չի դառնում քաղաքական դիսկուրս, ոչ էլ դառնում է անուն, չի ստացվելու, չի լինելու։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, թույլ տվեք այսքանով ձեզ հրաժեշտ տալ, անկեղծ ասած իմ տրամադրությունները բավականին խառն են, որովհետև ովքեր վաղուց են հետևում, գիտեն, որ իմ մորակրոջս տղայի առողջականն էլ երկար տևական ժամանակա շատ ծանր է, շատ վատ է, իմ այլ ոնց որ հիվանդանոցի եմ զարգում։ Շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար, լավ եղեք, առողջ եղեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք, այո, հունիսի 5-ին էլ պետք է հրապարակում ուժ ցույց տալ, որովհետև ես առանձին հակակոռուպցիոն կոմիտեին շնորհակալություն եմ հայտնում եւ ելի հայտնելու առաջիկայում։ Ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք, բարի գիշեր ձեզ։